Շնորհակալություն, ելույթի համար Էդմոն Մարուկյան, համեցեք պարոն Մարուկյան։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր է իրականում պարոն Շարմազանովից հետո ելույթ ունենալը եւ նա մաղթում է ընդդիմադիր կուսակցություններին, ինչպես ՀԿ-ն մեկ գիշերում 7000 անդամ ունեցավ, ընդդիմադիր կուսակցություններն էլ 20000 անդամ ունենան։ Լավ մաղթանք է, բայց եկեք իրականությունից խոսենք։ Ուրեմն ինչ շատ զարմացրեց այն քննարկումը, որ մեր գործընկերներին մտահոգում է Արտադրության նախարարությունում գրանցված կուսակցությունների թիվը, որը որ թղթի վրա է, ինչ որ մի մարդու տանը, ինչ որ միտեղ կանոնադրություն կա դրված, կնիկ կա, անունը կուսակցություն է, միտեղ դրված է, որևէ մեկին չի խանգարում, չէ՞, 79 կնիքն ու կանոնադրությունը։ Եվ ես այստեղ բնականաբար լիբերալ մոտեցման կողմնակիցն եմ, որ պետք է թողնել դաշտը ազատական, պետք է թողնել կուսակցությունները իրենց հունով կամ հզորանան կամ գնան ինքնալուծարման, եթե կգնան ինքնալուծարման, խոսքը գնում է ընտրություններին չմասնակցելու կամ այլ պրոցեսների։ Բայց արդյոք Հայաստանի քաղաքական համակարգի խնդրեմը այն կուսակցություններն են, որոնք որ գրանցված են, բայց չեն գործում, կամ որոնք որ գրանցված են, բայց գրասենյակներ չունեն, կամ որոնք որ գրանցված են, բայց համապատասխան ռեսուրսներ չեն կարողացել կուտակել եւ հայթայթել։ Բնականաբար ոչ։ Հայաստանի քաղաքական համակարգի խնդրեմը դա քաղաքական համակարգը դեպի մեկ կուսակցություն տանող մոտեցումներն են, քաղաքական մոնոպոլիայի հզորացումն է, եւ սրա մասին է պետք խոսել կուսակցությունների մասին օրենքը քննարկելիս։ Հայաստանի քաղաքական համակարգի խնդրեմը, ես կարծում եմ վերջիվերջո հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հանրապետականիզացիան է, որ այդ ընկերությունները դառնում են հանրապետական կուսակցության մասնաճյուղերը իրենց աշխատողներով։ Եվ դա է պատճառը, որ մի գիշերվա մեջ 7000 մարդ կարող է դառնալ մի կուսակցության անդամ։ Եվ այստեղ ընդդիմությանն ասեն դե մեկ մտածի, մի 20000-ը ձեզ են կամենում։ Այդ որտեղից պետքա 20000 մարդ գնա դառնա որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի անդամ։ Հայաստանում բոլոր պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները ամբողջությամբ գործում են մի կուսակցության համար, հանրապետական կուսակցության համար։ Սա է այն քաղաքական համակարգը, որի համար սահմանադրությունը փոխվել է։ Եվ սրա մասին ենք մենք խոսում, որ իբր թե փուլ առ փուլ բարեփոխումներ կլինեն, չգիտեմ ինչ, հավասար պայմանների մասին է խոսակցությունը գնում։ Ուրեմն հանրապետական կուսակցության համագումարը ամբողջությամբ ելույթներով, բանով լուսաբանվում է հանրային հեռուստաընկերությամբ։ Հանրային բարիքը դրված է մի կուսակցության տակ, ամբողջությամբ։ Որևէ այլ քաղաքական ուժի ելույթները լուսաբանվում են հանրային հեռուստաընկերությամբ, ոչ թե լուրերի թողարկումով, այլ ուղղակի եթեր։ Կա նման բան, չկա նման բան, սա է հավասար պայմանները։ Բնականաբար ոչ, չկա նման հավասար պայմաններ։ Ոնց է լինում, որ երկրում ինչքան մոնոպոլիստ գործարար կա, հանրապետական կուսակցությանն է հարում կամ անդամակցում։ Գրեթե բոլորը։ Ոնց է լինում, որ հանրային ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունների աշխատողներին պարտադրում են, որ ընտրությունների ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո ինչ որ կերպ հանրապետական կուսակցությանը աջակցեն։ Այս ամեն ինչը տանում է մի տեղ, շատ վատ տեղ, որը կոչվում է միահեծան մոնոպոլ քաղաքական համակարգի ձևավորում, որը չի կարող որևէ զարգացմանը նպաստել, որևէ կերպ։ Սա ընդհանրապես հակազարգացման մոտեցման բաներ են, որ տեղի են ունենում։ Մարզային գրասենյակներ, ասում է մարզային գրասենյակները բացեք, բան։ Մարզային գրասենյակների մասով ես մի բան եմ ձեզ խորհուրդ տալիս, հարգելի գործընկերներ, վերցրեք հանրապետական կուսակցության գույքը ուսումնասիրեք ըստ հայտարարագրի կուսակցության հաշվետվության։ Տեսեք, թե հանրապետական կուսակցությունը Հայաստանի ամբողջ տարածքում ինչ գույք ունի սեփականաշնորհած վերջին 15 տարիների ընթացքում։ Տեսեք, կա կուսակցություն, որ կարող է այդ գույքի 25%-ը ունենալ գոնե։ Կա կուսակցություն, որ կարող է եկող 10 տարիների ընթացքում այդ գույքի կեսի չափ գույք կուտակել։ Դա հնարավոր է արդյոք։ Եվ այդ նման ձևով տարածքային կառույցներ գործարկել եւ աշխատեցնել։ Բնականաբար ոչ, բնականաբար անհնար է նման բան անել։ Բնականաբար արդարացի մրցակցային պայմաններում։ Եվ այս առումով
ես կարծում եմ, որ քաղաքական համակարգի խնդիրը այն ուժերը չեն կամ թղթի վրա մնացած կուսակցությունները, վերջի վերջո նրանց ֆիլտրը ընտրություններն են, ընտրությունների միջոցով կֆիլտրվեն կամ կմասնակցեն կամ չեն մասնակցի, կխոշորանան, դա որևէ մեկի գործը չէ եւ առավել եւս պետության գործը չէ։ Ես ամբողջությամբ պաշտպանում եմ այստեղ նաեւ նախարարի տեսակետը օրենքի լիբերալացման առումով եւ կուսակցությունների ներքին գործերին չխառնվելու մասով, որտեղ միավորումների ազատության սահմանափակմանը մենք կարող հանգենք եւ ես զարմանում եմ թե ումա խանգարում, որ ասենք մենք 70 կամ 79 քաղաքական ուժ ունենք գրանցված, որոնց մեծ մասը այո չեն գործում։ Բայց դա է խնդրեմը Հայաստանի։ Բնականաբար ոչ։ Խնդրեմը արդեն նշեցի։ Խնդրեմը բուրերի հանրապետականիզացիան է, հանրային ծառայությունների մատուցող ընկերությունների, խնդրեմն է, որ ոչ մի գործարար չի կարողանում ռիսկ անել որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի ֆինանսավորել, աջակցել որևէ կերպ, որովհետև ծայրահեղ խնդիրներ կունենա տարբեր մարմինների հետ։ Խնդրեմն է, որ երբ որ մենք գնում ենք ինչ-որ մարզ հանդիպում ենք անում, որպես քաղաքական ուժ, մեզանից հետո ինչ-որ մարդիկ, չգիտեմ դրանք ովքեր են, չեմ կարող ասել ովքեր, որ ծառայության ներկայացուցիչներն են, գնում են ու ասում են, ինչ էին ասում։ Հա, ուր էին եկել որ։ Հա, ում հետ հանդիպեցին, բա ինչ էին առաջա, ինչ գործ ունեին բան։ Չհասկացա, Հայաստանում բանա քաղաքական գործունեությունը վերահսկվում է։ Մեզ եք վերահսկում։ Վերահսկեք ավտոմատով մարդկանց, ովքեր բանը օրը ցերեկով բաներ են գրավում, ոստիկանական ՊՊՑ գունդ են գրավում։ Վերահսկեք։ Սրճարանի տարածք ենք վարձում կամ ինչ որ տեղ, ինչ որ դահլիճ։ Մեզանից հետո գնում են հարցուփորձ են անում։ Բազմաթիվ դեպքերները մեզանից առաջ թույլ չի տրվել։ Մարզերում են դեպքեր եղել, որ մեր գրասենյակը մարդը ասում է 2 տարով պայմանագիր կնքեք, ասում ենք հա կկնքենք, արի դե կնքենք, ասում է սա Ռուսաստանից գամ կկնքենք։ 3 ամսա գումարը վճարում ենք, այդ մարդը վերադառնում է, ասում է շատ արագ ուզում եմ վաճառեմ, դուրս եկեք գրասենյակից։ Էսա պայմանները Հայաստանում քաղաքական գործունեության։ Սա է։ Եվ այս ամեն ինչը վերջում հանգում այն չին։ Խորհրդարանական կառավարման մոդել է ներդրվել Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Ինչ է արվել։ Քաղաքական ուժերը մասնակցում են, մասնակցության արդյունքում հուշագիր են ստորագրում, որոշում են հուշագրով որոշակի գործողություններ իրականացնելու, ինչա տեղ ունենում ճնշումներ, մանդատագողություն, որի արդյունքում մի քաղաք գերի է մնացել մի կուսակցության ձեռքին, որը չի կարողանում ոչ նիստեր գումարի, ոչ էլ կարողանում է քաղաքը կառավարի։ Չունեք մեծամասնություն, պետք է հրաժարական տակ։ Պարլամենտական մոդելի սկզբունք է։ Ունեք մեծամասնություն, ղեկավարեք քաղաքը։ Սա է, սան է տանում։ Սա մասին է պետք խոսել, կարծում եմ, այս օրենքի քննարկման ժամանակ, որովհետև եթե այն ինչ որ կա, ու եթե այն ինչ որ կա շարունակվի այնպես ինչպես որ կա, մենք իրապես շատ լուրջ խնդիր կունենանք, մնացած կուսակցություններով էլ կհավաքվենք, դիմումներ կգրենք, կտանենք Արտադրության նախարարությունում, կմուտքագրենք, կլուծարենք մեր կուսակցությունները, ինչքանով որ կան, ու թող մնա միակ հանրապետական կուսակցություն, հմեկով թող ամբողջ օրը ցույց տան, համերգներ արեք, բան թող երկիչները երգեն, ասեք ամեն ինչ լավ է, ամեն ինչ զարգանում է, ծաղկում է, իսկ դուք բողոքում եք եւ չեք գնահատում, չեք տեսնում ես ամենօրյա ձեր կյանքը ինչպես է լավանում, ինչքան լավ բանատեղի ունենում ես երկրում, իսկ դուք այդպես է չեք նկատում։ Ոնց կարելի է չնկատել այսքան լավ բան է, որ ձեզ համար անում ենք։ Ոնց կարելի է չնկատել։ Եվ վերջում անպայման սիրելի գործընկերներ, ուսումնասիրեք հանրապետական կուսակցության գույքի հայտարարագիրը։ Նայեք ինչքան գույք ունի, տեսեք որ դուք 600 տարի էլ կուսակցություն լինեք Հայաստանում, կարող եք այդքան գույք կուտակել ձեր կուսակցության համար, որ հետո մարզերում գրասենյակներ պահեք եւ գործեք։ Շնորհակալություն, օրենքը բնականաբար լավն է եւ լիբերալ է եւ օրենքի հետ կապված խնդիր չկա։ Շնորհակալություն, հարգելի գոլեգաներ, իրականում մենք գնում ենք խորհրդարանական կառավարման ձևի, այդ ձևը ոչ միայն կուսակցությունների արժեվ է որոշակի պայմաններ, պահանջներ դնում, խորհրդարանի անդամների падգամավորների արժեվ էլ է դնում։ Եվ հասկանալի է իհարկե ազատ ամբիոն է եւ ամեն ինչ կարելի ասել, բայց Աստված սիրեք, մի քիչ արդարամիտ եղեք, վերջը սահման ունի ամեն ինչը։ Այդ հերոստատեսությունը բոլորը նայում են, մենակ դուք չեք նայում։ Բոլորը ուրեմն օպոզիցիայի ելույթ ունեցողները ամբողջ բոլոր լուրերին եւ մնացած բոլոր հաղորդումներին դուք եք, որևէ մեկը իշխանական ներկայացուցիչներից չկա։ Այն աստիճանի, որ մոնիտորինգի ժամանակ, ընտրությունների ժամանակ մոնիտորինգն էլ է դա ցույց տալիս հետ ընտրական ժամանակներում եւս։ Եվ հանրայինը եւ մնացած բոլորը։
Առանց կասկածելու, իսկականից այմարդ։ Հիմա այս ինչա, հանրապետականը գույքա, պարոն Մարուքյան ջան, հանրապետականը 25 տարվա ընթացքում է այդ գույքը ստեղծել։ Մի հատ դուք էլ 25 տարվա կուսակցություն եղեք, հետո կստեղծեք։ Կամ ինչ պարտադրանքի մասին եք խոսում, 1000 մարդկանց կարելի է պարտադրել, կամ բոլոր օպոզիցիոն կուսակցությունները երկրի կենտրոնական դահլիճներում բաներ, ժողովներ են գումարում։ Վերջը բանը սահման կա, չէ, հասկացանք։ Ասեցիր ու գնացիր, ապրես։